Բարև Հասմիկ ջան։ Բարև Նարեկ ջան։ Ինչպե՞ս ես։ Փառքաստու շատ լավ, դու ո՞նց ես։ Շատ լավ։ Այսօր մենք խոսելու ենք Հասմիկի հետ։ Հասմիկը լինգվիստ է, սովորում է հայ-ռուսական համալսարանում եւ ինձ շատ մոտիկ մարդ է եւ հոյակապ անձնավորություն, շատ գեղեցիկ եւ փայլուն։ Շնորհակալ եմ։ Ես շատ եմ սիրում Հասմիկին։ Եվ այսօր մենք խոսելու ենք, թե ինչպես է լինել աղջիկ Հայաստանում։ Օրինակ Հասմիկ, դու ինչ մտքեր ունես այս թեմայի շուրջ։ Իրականում ինքը շատ դժվար հարց է, բացատրեմ ինչու։ Առաջին հայացքից կինը ամենահարգված անձն է, որը հնարավոր է լինի Հայաստանում։ Կնոջ մասին երգեր, մեծարող երգեր, հա, ու կնոջ կերպարը դեռ յուրաքանչյուր պարագայում, հա, անգամ պատերազմների մեջ սոսե մայրիկ եւ այլն, բարձացված տեսակ ունի խոսքի վրա, հա, խոսքի մակարդակի վրա, թեորետիկ։ Այո, խոսքի մակարդակի վրա մենք ամենահարգվածներն ենք ու իրականում թերևս մտածելու բան չունենք, բայց երբ որ խորանում ենք, փորձում ենք հասկանալ իրական կնոջ կերպարը մեր հասարակությունում, այս պահին 21-րդ դարում 2025 թվականին շատ ցավոք սրտի շատ խնդիրներ ենք տեսնում։ Ինչքան էլ որ ցավով եմ նշում, բայց այդ նա որ ապահով չես քեզ զգում շատ հաճախ։ Դու քո երկրում Այսինքն դուրսը։ Այո, ոչ միայն դուրսը, տանն էլ։ Ես սա շատ մեծ ցավով եմ արձանագրում, բայց կապ չունի որտեղ ես, դու տանն ես, դու դրսում ես, քո երկրում մի միջավայրում որտեղ որ բոլորը խոսում են քո լեզվով, գոնե, հա, այդ մինիմալ ցանկությունն է, որ դու լսես այն, ինչը որ դու խոսում ես, իրականում զգում ես, որ դու հասկացված չես, շատ հարցերում թերագնահատված ես, հա, երևի այսինքն հասարակության կողմից մեծ ճնշում կա։ Մեծ ճնշում, եկեք չասեմ մեծ ճնշում, ասեմ թերագնահատել։ Ճնշումը, որովհետև ես չեմ ուզում այդքան, ես իրականում շատ հիասքանչ մարդկանց եմ ճանաչում, ովքեր որ կանանց դիրքը երբեք չեն թերագնահատում մեր հասարակության մեջ, երբեք, ու անգամ մեր երիտասարդ սերնդի ներկայացուցիչները, հա, այդ 17-16 տարեկան տղաները շատ հաճախ իրենց այնքան արժանի են պահում, որ փողոցով քայլելիս կամ տրանսպորտ նստելիս ես հարգանք եմ, իսկապես հարգանք եմ տածում իրենց հանդեպ ու զգում եմ, որ այ իրենց մաման տղա է մեծացրել։ Ես չեմ ուզում իրենց իջացնեմ, բայց ունենք նաև դրա հակառակ կողմը։ Շատ հաճելի է ասած բաներ լսելը իրականում։ Բայց ունենք նաև դրա հակառակ կողմը, որի մասին էլի ասեմ, որ շատ ցավով եմ խոսալու այսօր։ Այդ այն կողմն է, որտեղ որ դու կինես ու դու բավարար պատկերացումներ չունես կարծիք արտահայտելու համար, դու սուս դու չգիտես, տղամարդիկ հարցը ուրիշ ձև են լուծում, մենք գիտենք մենք ոնց կանենք ու this is a man's world, that's it ասում։ Օրինակ իմ մոտ էլ հաճախ հանդիպան, որ չգիտեմ, եղբայրս ինչ որ մեկի հետ կռվել է ու ես էլ եմ եղել այդ կռվի, ոնց որ մի մասը, ու ես չէի կարա խոսք ունենա այդ կռվում, քանի որ տղամարդիկ իրենք կլուծեն այդ հարցը, իսկ դու կարծիք չունես, հարգել ես։ Աղջկա խառնվելու տեղ չի դա։ Այո։ Աղջկա ասելու տեղը չի, աղջկա լուծելու հարցը չի։ Այս վերջերս մի հատ sense իրավիճակի հետ ցավոք սրտի ինկա հիվանդանոցների դռները sense ասած ու մի հատ իրավիճակի հետ բախվեցի, որտեղ որ որոշեցի, որ պետք է գնամ, sense ասած հարց լուծեմ։ Հարց լուծել ասելով խոսամ, որ ինչ որ մի հատ խնդրին լուծում բերվի, ամբողջ բարեկամությունը իր սուրբ պարտքն էր համարում ինձ զանգել ու ասել դու մի խառնվի մենք սա կանենք ու հիմնականում դրանք եղել են արական սեռի ներկայացուցիչներ, ովքեր որ մտածել են, որ ոչ թե այն բանով որ դու չես կարա տանես, այլ մենք տղա ենք, մենք կանենք։ Իրանք շատ հաճախ ոչ թե քեզ են իջացնում, այլ ասում են թե քեզ նեղություն չտանք, այդ ամեն ինչը շատ սիրուն մեյքափ են անում,
Շատ սիրուն գույներ են իրա վրա նկարում, որ դու մտածես, որ իրականում քեզ պաշտպանում են։ Բայց երբ որ խորն ես նայում, երբ որ քո գիտելիքները, աշխարհայացքը, քո տեսածը քեզ թույլ է տալիս հասկանալ, որ իրականում այդ սիրուն գույների հետևում թաքնվում է քո մասին ցածր կարծիք, որ դու չես կարող ինչ-որ մի ընթացի լուծում տաս, այդ ժամանակ սկսում են խնդիրներ, ու սկսում են շատ խնդիրներ։ Ինձ թվում է ինչքան կարծիքի հարցը չի, որ քո մասին ցածր կարծիք են, այլ այն փաստը, որ տղամարդու խոսքը ավելի հարգված է, քան կնոջ։ Այսինքն քեզ ավելի դժվար կլինի հարց լուծելը, կոպիտ ասած, քան թե տղամարդուն։ Քեզ ուղղակի լուրջ չեն վերաբերվի, անգամ երբ որ դու ինչ-որ ճիշտ բանի համար խոսաս, հա, փորձես ինչ-որ հարց լուծել, դու ուղղակի անտեսված, հնարավոր է որ անտեսված լինես։ Այս իրականությունը մենք ունենք, բայց սրա հետ զուգահեռ մեկտեղ պետք է մի պարզ ճշմարտություն արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության ուսուցիչների, մանկավարժների մեծամասնությունը իգական սեռի ներկայացուցիչներն են, այսինքն սերունդ կրթող ու մեծացնողը աղջիկներն են։ Ոնց ես ուղղակի չեմ կարող հասկանամ ոնց է լինում, որ մի հասարակության մեջ այսքան տարաձայնություններ է լինում, որ դու համ սերունդ ես կրթում, քեզ վստահում է ինչ-որ մեկը իր երեխային, իր ամենաթանկ, հա, ձեռքբերումին, որ դու իր մեծացնես, դու իրան կրթես, բայց միաժամանակ երբ որ դու գնաս հիվանդանոց ինչ-որ մի հատ հարցի համար, դե դու աղջիկ ես։ Դե իրականում հիմա այս պահին շատ լիքը պաշտոնյաներ եւ ընդհանուր կազմակերպություններում համարյա սաղ տենց մեծ դերերի կանայք են։ Այ դրա մասին չեմ կարող ոչ մի վատ բան ասեմ, ինչի։ Իրականում շատ բաներ կան, որոնց հետ կարող եմ ես համամիջ լինեմ, ներկայիս անավորների հետ, հա։ Այն մարդկանց, ովքեր որ որոշումներ են կարևոր կայացում երկրի համար, բայց այն որ տեսնում եմ նախարարի պաշտոնում կին, ես չեմ կարող թաքցնեմ, որ ինձ դուր է գալիս։ Ես չեմ կարող չթաքցնեմ։ Ես չեմ կարող թաքցնեմ, որ ես դա շատ հավանում եմ։ Ու ինձ ավելի ապահով եմ զգում, որ գիտեմ երկրում կարևորագույն պաշտոններից մեկը զբաղեցնում է իմ նման մեկը, հնարավոր է իմ նման ճանապարհ անցած, ավելի բարդ ճանապարհ անցած մեկը, ում որ նույնպես թերագնահատել են, ում որ նույնպես ասել են դու կին ես, դու չգիտես, սուս, ու այսօր ինքն է մնացածին ասում սուս։ Այդ առումով քաղաքականությունը, մեր քաղաքականությունը այս պահին առաջընթաց է գրանցում, որով որ ես շատ հպարտանում եմ։ Իրականում ես էլ շատ ուրախ եմ, որ sense հնարավորություններ կան մեր երկրում կանանց համար, որտեղ շատ դեպքերում, որ օրինակ քույրս կամ մեկ ուրիշ մեկը ասում էր, որ ես ուզում եմ քաղաքականության դաշտ մտնել, ես ասում եի, ինձ չի թվում, որ դրա մեջ շատ իմաստ կա, բայց հիմա որ տեսնում եմ, մենակ հպարտանում եմ։ Բայց այս ամեն ինչում էլ պետք է մի հատ բան իմանանք, որ մենք խոսեցինք իշխանավորների մասին։ Այսինքն, երբ որ դու իշխանության, երբ որ դու պետության գլխում ես կանգնած, ավելի հեշտ է կառավարել, բայց երբ որ դու ինչ-որ մի բանի հետ համամիջ ես, եթե նայենք ներկայիս ազգային ժողովի տժգույն վիճակին, կհասկանանք, որ կնոջ դիրքը ինչքան կապ չունի, հա, ինքը ինչ արել կամ ոնց է խոսում, իմ համար շատ ծանր էր նայել, տեսնել, թե ոնց կարող է ինչ-որ մեկը կնոջ արտաքնի մասին ոչ կոռեկտ մեկնաբանություններ թողնի, որի ծաղրում գոնե ազգային ժողովի մակարդակում նման արտահայտումներ պետք է ըստ իս չլինեն։ Շատ են ծաղրում կանանց, շատ են ծաղրում արտաքին տեսքի համար, երբ որ տղամարդը, եթե նույնիսկ ամենա տգեղը լինի, այս աշխարհում տգեղ մարդ չկա։ Այո, տգեղ մարդ չկա։ Բայց ինչ որ գեղեցկության ստանդարտների մեջ եթե նայենք, ամենատգեղ տղամարդը լինի, իջ արտաքնի վրա ոչ մեկ ուշադրություն չի դարձնի։ Իսկ եթե դա կին է, իհարկե մենք ամեն ինչին նայելու ենք։ Համ իրակին, համ աչքերին, համ կառուցվածքին, ոչ մեկի մեկ չի դա։ Հա, իրականում դա լուրջ այդպես է, ասեմ, որ բախվել եմ այս ամեն ինչի հետ, ինձ թվում է յուրաքանչյուր կին
Հայաստանի Հանրապետություն բախվել է այս իրականության հետ, որ դու առաջինը ընկալվում ես, բայց գիտես Նարե, ինձ թվում է միայն կնոջ չի ես վերաբերվում։ Մարդուն առհասարակ առաջինը ընկալում են նրա արտաքնով ու նոր հետո խորանում են նրա գիտելիքի կամ այլ մարդկային արժանինքների մեջ։ Այստեղ իմ համար մի քիչ դժվար է, հա, ասել, որ հենց կնոջն են առաջինը բանանում, այդպես ընկալում, որովհետև տղամարդկանց էլ։ Հիմա ես սովորություն ունեմ, ինչ որ մեկի հետ ծանոթանալուց մի անգամից նայում եմ իր կոշիկներին, օրինակի համար։ Հա, բայց հասմիկ ուրիշ է, որ դու ինչ որ մեջ անձնային հարաբերությունների մեջ ես, անձնային հարաբերությունների մեջ ես տենց նայում ինչ որ մեկին, ուրիշ է, որ դու գիտես, որ այս օրինակ նախարարը ոնց որ ինքը կոնկրետ ինչ որ պարտականություններ ունի եւ այլն, ու միակ բանը, որ դու նայում ես իր մեջ, այնա, որ իր քիթը ինչ որ շատ մեծ է այս նկարի մեջ եղել, այս ինչ քիթ է։ Okay, Երբ որ այդ մարդը ինչ որ օրինակ ռազմական հարցեր անում։ Հա, չէ, այդ առումով բնականաբար, չէ, այդ տեսանկյունից ես հարցը չդիտարկեցի, քո ասածից իհարկե դու ճիշտ ես։ Ես ուզում եմ մի հատ շատ կարևոր բան առաջ բերեմ, որ այս ոդքասթը ինչի համար է, հա, առհասարակ արվում, որ զարթնեն բոլոր աղջիկները ու հասկանան, որ իրանք տեղ ունեն հասարակության մեջ, կապ չունի իրենք ինչպիսին են, բայց խրախուսելի է, որ իրանք լինեն իրանց լավագույն կերպարը ու օրինակ ծառայեն մնացածներին։ Իսկ թե իրանց լավագույն կերպարը իրենք ինչպիսին են պատկերացնում, դա արդեն իրանց ընտրությունն է։ Ես ուզում եմ, որ ինչ որ ծայրահեղությունների հետևից չընկնեն, մանավանդ երիտասարդ աղջիկները։ Հիմա ուզում եմ, որ կրթությունը նախ եւ առաջ կրթությունը շատ գնահատեն, որ կրթված լինելը մոդա է միշտ։ Կրթվելը նորաձև է։ Նորաձև ասելով կրթվելը պարտադիր է, կրթվելը նորաձև է ու կրթվելը առավելություն է ամեն պարագայում, ու եթե դու կարաս կրթվես, ու եթե դու ունես ընտրություն կրթվելու կամ չկրթվելու, դու պետք է ընտրես կրթվել տարբերակը։ Եթե դու զգում ես, որ դա քեզ կօգնի, որ քո ավելի լավ տեսակը դու դառնաս։ Ուղղակի հիմա տենդենս էլ կա, չէ՞։ Ասում են բարձրագույն կրթությունը կարևոր չի, որի հետ որ ես համամիտ չեմ։ Իրականում բարձրագույն կրթությունը շատ կարևոր է, բայց նաև շատ թանկ է։ Այո, այդ հարցով զբաղվել է պետք, անկասկած զբաղվել է պետք, կրթությունը պետք է լինի հասանելի, որովհետև կրթությունն է միակ գրավականը ունենալու զարգացած պետություն։ Առանց կրթության մենք չենք ունենա պետություն, որտեղ որ տղաները չեն կպնում աղջիկների արտաքնին եւ հակառակը աղջիկները չեն կպնում տղաների արտաքնին։ Ես չեմ ուզում, հա, ոչ այն մեկը բացառեմ, ոչ այն մեկը բացառեմ, մենք այս երկու ֆենոմենների հետ էլ բախվում ենք ժամանակ առ ժամանակ։ Իրականում ինձ մենակ ցավ է պատճառում տենալը, որ օրինակ ես մտնում եմ համալսարան ինչ որ կայք ու տեսնում եմ, որ 2-3 անվճար տեղեր կան, իսկ մնացածը ուր գնան, մնացածը ինչ անեն։ Այսինքն, եթե դու ֆինանս չունես, դու չես կարող կրթվես։ Աղջիկների համար կրթությունը շատ կարևոր է, որովհետև տղաների աշխարհում միակ ձևը առաջ գնալու այդ անհավասար սանդղակները գրքերով հավասարացնելն է, որ դու կարողանաս ինչ-որ մեկի հետ հավասարին խոսես, գոնե այդ պետք է ունենաս, բայց երբ որ դու չունես, քեզ քո պետությունը չի տրամադրում նման հնարավորություն, դա արդեն ցավալի է։ Այդ ընդհանրապես ցավալի է արձանագրել մի փաստ, որ պետությունում խնդիրները կարող են լուծվել բռնի ուժով, հասկանալ, որ եթե դու աղջիկ ես, ուզում ես ինչ-որ հարց լուծես, քեզ ավելի հեշտ է բռնի ուժով այդ ամեն ինչը լուծել, քան նորմալ մարդկային ինչ-որ տրամաբանական եզրույթների գնալ, փորձել ինչ-որ մի հատ մի ուղղություն բռնել, որ երկու մարդ իրար հասկանան, չէ։ Մենք այդ ամեն ինչը տեսանք տրանսպորտի բոյկոտի ժամանակ, խայտառակությունը, ցավոք, բռնի ուժը շատ հարցեր լուծեց։ Բայց ցավալի է, որտեվ ես ամեն օր բացում եմ իմ հեռախոսը, տեսնում եմ, որ ինչ-որ տղայի դանակը հարել են այստեղ կամ այնտեղ ու ամեն օր ինչ-որ մեկը բռնի ուժով փորձում է հարց լուծի։ Սա սխալ դասիրակության ըստիս արդյունքներն է, որովհետև ինչքան էլ ուզում եմ, որ ես կնոջ ջիքը շատ բարձր եմ գնահատում։
շատ բարձր եմ գնահատում ու հետեւաբար բարձր գնահատելով կնոջ դիրքը պետք է մի բան շշմարտություն հասկանանք, որ ինչքան դու բարձր ես, այդքան շատ պատասխանատվություն կա քո վրա դրված։ Ու եթե դու Աստված քեզ տվել է աշխարհի ամենակարևոր պարտականությունը, որը որ երեխա դաստիարակելն է, ու դու դրանում թերանում ես, այդտեղ սկսում են խնդիրներ։ Երբ որ դու ունես երեխա ու այդ երեխային դու դաստիարակում ես, որ գիտես ինչ, ճիշտը բռնի ուժով հարցերն ա լուծում, որ եթե քեզ խփում են գնա դու 2 անգամ ավելի ուժեղ խփի։ Բայց ինչի թվում, որ հիմնական խնդիրը սրա դաստիարակությունն է, այսինքն ինձ թվում է ավելի շատ ինչ որ culture կա Հայաստանում։ Այո։ Եվ երեխան երբ որ գնում է դուրս, իրան սովորեցնում են, որ եթե դու տղա ես, դու պետք է բռնի ուժով ամեն ինչ լուծես եւ այդպես է ձևը, որ քո ընտանիքը, քո քրոջը, քո մորը պաշտպանես։ Բայց իր մաման էլ է այդ ամեն ինչը խրախուսում, չէ՞, այս կամ այն կերպով իրականում իր ընտանիքը դա խրախուսում է ըստ իս։ Ոչ բոլոր իհարկե պարագաներում, բայց շատ պարագաներում հենց այդպես է լինում է։ Գիտես կրկին հիվանդանոցում, ուղղակի գիտես ինչ տեղ է, շատ հիվանդանոցներում բացատրեմ, իմ համար էս ֆենոմեն է, բացատրեմ ինչի, որովհետև ես իմ համար բացահայտեցի այդ օբյեկտը լրիվ նոր կողմից ու հասկացա, որ բացի դպրոցից, որպես սոցիալական կետ, որտեղ որ տարբեր տեսակի տարբեր մարդիկ են հավաքվում ու փորձում են ինչ-որ հաղորդակցության դուրս գալ, կապեր հաստատել եւ այլն, նմանակերպ, նմանատիպ մի տեղ է նաև հիվանդանոցը։ Այստեղ մնալով դու շփվում ես տարբեր մարդկանց հետ, տարբեր սոցիալական background անցյալ ունեցող եւ տարբեր հայացքներ ունեցող աշխարհի ու մարդկանց նկատմամբ այնտեղ շփվելով ես հարցնում եմ դուք միայնակ եք, ասում եմ այո, քանի տարեկան եք, 22 եմ, հեսա 23 եմ դառնալու, դե ժամանակն է, բան, բա ինչի՞ չես ուզում ամուսնանաս, ասում եմ դե ոչ թե չեմ ուզում, այլ դեռ նենց համապատասխան մարդու չեմ տեսել, չեմ գտել իմ կյանքում, ում հետ որ ես կարող եմ իմ կյանքը կապել, այսինքն դա լինելու է նենց մարդ, որ հարգի ինձ, ու չլինեն ինչ որ իմ սահմանները տրորող, ինձ նվաստացնող ինչ որ քայլեր, ասում օրինակ այդ ո՞րն է քո սահմանները տրորող, քեզ նվաստացնող։ Բայց դա խնդիր է։ Ախր դու կին ես, հա մի բան էլ հիմա լինի, դե տանը ո՞ր մի տանը խնդիր չի լինում, ինչ պետքա դուրս հանենք սաղին ասենք, հա։ Դե մի անգամ պետքա սուս մնաս, 2 անգամ պետքա, այ բալա, դե հոմ, պետքա մեկ սուս մնալ, հա, ընտանիքը պահելու համար, պետքա տիկինը լինի բան, սուս, տանող, բան, իսկ իրականում կինը պետքա լինի այնքան խորագետ, որ հասկանա, եթե միտեղ իրան չեն հարգում, ուրեմն այդտեղ ապագա չկա։ Իրականում շատ մեծ խնդիր է, որովհետև հիմա համարյա ամբողջ երիտասարդությունը միայնակ է։ Ընկերներ չունեն եւ նրանից է, որտեվ ոչ հարգանք կա, քեզ որպես օբյեկտ են նայում։ Ու նույնիսկ տենց հայացք կա, որ դու տեսնում ես, երբ որ ինչ որ նոր տղամարդու հետ ես ծանոթանում, ինքը քեզ նայում է ու դու հասկանում ես, որ ինքը ստեղ ինչ որ կշռադատումներ է անում։ Դու շատ սիրուն ձևակերպում տվեցիր, որ դիտարկվում ես որպես օբյեկտ։ Էսենց հետաքրքիր արտահայտություններ լսեցի։ Դե մի հոտ լավ աղջիկ չկար ձեռքը դներ գլխի մեծացներ, այ այդտեղ մեծացներ դաստիարակեր, այ այդտեղ արդեն ինչքան էլ որ փորձում ես լինել տոլերանտ, հասկացող, ըմբռնող, հա, ինչ որ կոնֆլիկտային աստիճանի չբարձրացնել, ուզում եմ հասկանամ, աղջիկը ընտանիք չունի, աղջիկը պապա չունի, իրան դաստիարակող կամ անգամ եթե հայր չունի, մայր չունի, որ իրան դաստիարակի։ Ինչ է նշանակում ձեռքը դնել վրան, դաստիարակել, տանել տուն։ Կներես իհարկե, բայց դու արդեն դաստիարակված, լիարժեք մարդու սիրի, տարկոտուն ու ընդունի նրան այնպիսին, ինչպիսին որ նա կա։ Այդ հիմնականում տենց տենդենս է, որ տղամարդիկ ընտրում են իրանց ջահել աղջիկների, օրինակ 16, 17 տարեկան, 25 տարեկան տղամարդիկ։ Պետք է քրեորեն պաշտել,
դա պետք է քրյորեն բան պատժելի Տենց ծերը դնում են գլխին, մեծ ասում են սպասում են 18 են դառնում ու ամուսնանում են 16-17 տարեկան երեխաների հետ նմանատիպ վերաբերմունք, նման ոնց ասեմ, անգամ ապագայի համար, հա, նման ծրագրեր գծող մարդկանց պետք է քրեական պատասխանատվության ենթարկել, նորմալ է, էդի նորմալ է համարվում մեր երկրում, որովհետև նորմալ է, որ տղամարդը ավելի մեծ է, քան աղջիկը, հա, նորմալ է, բայց եթե աղջիկը արդեն չափահաս է։ Ու հասկանում է, որ ինչ է կատարվում առհասարակ, որովհետև 16-17 տարեկան աղջիկը ինքը հիմնականում չի հասկանում ինչքան էլ ուզում է լինի, որովհետև խաբելը աղջիկը սիրում է իր ականջներով։ Մեր հասկանանք այդ տարիքի եթե աղջիկների մասին խոսում, ես էլ եմ եղել, դու էլ ես եղել։ Քաղցր բառ ու всё, բա ինչ լավն է, սա շատ պոպուշ են։ Բայց տենց չի։ Իրականում ես հիշում եմ, որ ես 14, 15, 16, 17 տարեկան էի, ինձ անդադ տղամարդիկ էին մոտենում։ Իսկ հիմա որ ես 20 տարեկան եմ, ինձ էլ չեն մոտենում։ Երբ որ ես փոքր էի, ինձ անընդհատ փողոցներում 30-40 տարեկան ձյաձյաներ մոտենում էին եւ ինչ որ բաներ էին հետս խոսում, իսկ հիմա ես էլ չեմ առնչվում դրա հետ։ Փառք Աստծո, իրականում որ նման հարցը քո կյանքում փակվել է։ Ու ես պետք է մի բան ճշմարտություն հասկանալ, որ կնոջը այն վեհ դիրքում, որ ինքը կա, ու այն վեհ գաղափարախոսություններով հանդերձ, որ ինքը կա, այդ ամենը ստեղծել է ու այդ ամեն ինչը իրան տվել է Աստված ու հայերը, ովքեր որ միշտ ամեն քեֆի ժամանակ իրան սուրբ պարտքն են համարում ասել, որ իրանք քրիստոնյա են, իրանք հավատացյալ են, մենք առաջին քրիստոնեությունը ընդունած ազգն ենք, եթե դու իսկապես հասկանում ես ինչա նշանակում քրիստոնեություն, եթե դու իսկապես ապրում ես այդ արժեքներով քո կյանքում, դու գիտես, որ Աստված կնոջը արդեն այնքան բարձր դիրքի վրա է դրել, որ դու չես կարա իրան վերաբերվես որպես սուբյեկտի, որպես օբյեկտի, դու չես կարա իրան նայես որպես ինչ-որ մի հատ կահույքի պարագա, հա, որ այս սենց ֆրծնեմ, սենց վրա, նենց ֆրծնեմ, նենց վրա, դա արդեն, հա, քո պապենական ադատներն են, հա, ավանդույթներն են բերել քեզ տենց։ Իրականում ես չեմ ուզում կրոնից խոսամ, որովհետև ստեղ ինչ որ common sense կա, որ ամեն դեպքում կապ չունի դու ինչ կրոնի ես հավատում, ինչ ընտանիքից ես, դու պետք է զուտ մարդու հանդեպ հարգանք ունենաս։ Անկասկած։ Հարգանքը հենց այդքանով ամեն ինչ վերջանում է։ Հենց այդ ամեն ինչը ըստ իս կոմպենսացնում է քրիստոնեական իմ բարակայում, հա, քրիստոնեական արժեքների բացակայությունը, եթե դու օրինակ քրիստոնյա չես, դու գոնե պետք է լինես տոլերանտ, հարգանք տածող յուրաքանչյուր մարդու հանդեպ մեկը, որովհետև գոնե այդպես ես կարամ հասկանամ, որ դու նորմալ մարդ ես, հա։ Տարական հարգանք ունենալը դիմացինի նկատմամբ իմ կարծիքով ինչ որ բան չի, որ պետքա քարոզվի, այսինքն այդ արդեն պետքա լինի քո մեջ, բայց ցավոք մենք հիմա պետքա դաստիարակվի քո մեջ։ Հա, բայց ցավոք հիմա մենք այն դիրքում ենք, որ մենք պետքա տղամարդկանց ապացուցենք, որ մենք օբյեկտ չենք, որ մենք զգացմունքներ ունենք, որ ապացուցելը ամենավատ բանն է։ Որ մեզ պետք չի կառավարել, որ մենք կարանք մեր տեղը մտածենք, ու որոշումներ ընդունենք, բայց այդ է ցավոք հիմա պատկերը եւ Հայաստանում իմ կարծիքով ես շատ դժվարություններ եմ ունեցել։ Այո, տղամարդկանց հետ շփման մեջ։ Ինչն է ամենազգայուն կետերից մեկը կին տղամարդ տարբերության մեջ Հայաստանի Հանրապետությունում, որ նկատել եմ ես վերջերս ավելի ու ավելի զարգացող տենդենսը, քանի որ լիքը երեխաներ առանց թույլտվության, հա, վարորդական իրավունքների ղեկին են նստում, քայլում ես քո համար, ինչ-որ աննկարագրելի բարձր երաժշտությամբ մեքենա, իր պարտքն է համարում գա, քո մոտ մի հատ կանգ առնի, ու հա, հասկացնել տա, որ գիտես ինչ, դու նկատվեցիր, մենք քեզ տեսանք, ու նոր գնա, դա դիսկոմֆորտ է, կամ էլ այս ամենը, այս վերջերս դիսկոմֆորտ չի, ինձ եղել է հետևել անարգանք է,
Անարգանքել է։ Օրին մեկ կամ էլ մեքենաներից այդ բաները, ազդարարները տալ։ Բիբիպները կամ էլ մեքենաներից ընկերուհիս այս վերջերս առիթից գալիս էր վերադառնում էր տուն, վախվորա զանգահարում է ինձ, ասում եմ խնդրում եմ կարող ես գալ, ասում եմ ինչու, ամեն ինչ ա եղել, վախեցա իսկապես իր ձայնը շատ բան էր, ես զգում էի էլի, որ ինքը շատ վախեցած է, ես քայլում եմ, այստեղ մեքենաներ են անցնում ու բոլորը այդ բիբիպները տալիս են, ես չեմ հասկանում, սկզբում ինձ թվում է ինչ-որ մեկին են տալիս, բայց երբ որ հաճախականությունը շատացավ, ես հասկացա, որ այդ ինձ է ուղղված, ես չեմ հասկանում ինչի, ու իրականում ինքը շատ նորմալ հագնված էր, հա, երկար ես էր հագել, ոչ շարքի, ոչ ես։ Դե կապ չունի, ոնց է իհարկե կապ չունի, բայց եթե դատենք իրանց ստանդարտներով, այսինքն իրանց ստանդարտների մեջ էր, հա, մտնում, ոնց որ թե առաջին հայացքից պետքա որ ուշադրություն չշեղեր այս աղջիկը, բայց մեկ է եւ եթե դու միայնակ ես ու ինչ որ մի հատ տեղ ես գնում բարձրանում ես, դու դառնում ես սուբյեկտ, ում կարելի է փողոցով անցնել ու բիբիպ տալ։ Բիբիպ վիրավորական է, իհարկե, որ շատ են այդպիսի դեպքերը, ու լինում է զուտ փողոցով քայլում ես ու քո հետևից ինչ որ կոմենտներ են անում, ոչ հաճելի։ Մեկնաբանություններ են թողնում ոչ տեղին։ Գիտես, ինձ թվում է այս ոդկասթի համար նախ ես շատ ուրախ եմ, որ ինձ կանչել ես, ապրես։ Երկրորդն էլ մի հատ շատ կարևոր բան, որ ինքը ոդկասթի գաղափարը պատահական չի, հա, որ ոդկասթի անունը դրվել է Զարթնիր։ Պատահական չի դա, որովհետև մի քիչ քնած վիճակում ենք։ Մենք բոլորս խոսքը չի գնում այն 17 տարեկան աղջիկների մասին, 16 տարեկան աղջիկների, խոսքը գնում է նաև իմ, քո, այստեղ այն մարդկանց մասին, ովքեր նաև չեն երևում կադրի մեջ, բայց էլի կան։ Մենք բոլորս այստեղ կին ենք, աղջիկ ենք ու զարթնելու կարիք ունենք։ Մի քիչ մեր քնած վիճակից հարմարվող, համակերպվող, իհարկե շատ հարցերում պարտադիր չի միշտ լինել, հա, սենց ոնց ասեմ, այն խիստ կնոջ կերպարում, որ այո, ռադիկալության հետևից պետք չի ընկնել, բայց գիտես, պետք է մի քիչ զարթնել ու հասկանալ, որ եթե ոչ դու, ապա ով պետքա քո համար պայքարի։ Եթե ոչ դու, ապա ով պետքա քեզ պաշտպանի։ Ու եթե ոչ դու, ապա ով առհասարակ ինչ որ մի բան կանի։ Եթե դու ակնկալում ես հասարակություն, որտեղ որ դու քեզ ապահով կզգաս, դու պետքա գործես։ Չգործեցիր, դե դու քեզ արդեն վերջ, ապահով չես գա։ Բայց երբ որ հարցը գալիս է հասնում է երեխաներին, այն մայրական վնասը արդեն լրիվ ուրիշ բան է։ Ոնց կլինի իմ երեխային թարս նայեցին, բայց գիտես ինչ, եթե դու ժամանակին հոգայր համքո կարիքները, որ դու անախորժությունների մեջ ես, արդեն հիմա քո երեխան էլ չեր զգա այս հասարակության մեջ իրան երրորդ կարգի մարդ, որ իր խոսքը չի անցնում, իրան լուրջ չեն վերաբերվում ու երբ որ ինքը աղջիկա, ինչ որ իրանից 3 անգամ մեծ ձյաձա, կարա իրան ուղակի խփի ու գցի։ Ինչ նարե ես լուրջ եմ ասում, ես չէի պատկերացնում, որ 21-րդ դարում 2025 թվականին Հայաստանում նման բան առհասարակ հնարավոր է, բայց երբ որ ես ականատես եղա այդ ամեն ինչին, ես շոկի մեջ եմ, ես գնացել եմ, քանի հոգու եմ զանգել այդ պատմել, որ հարային վայրում հնարավոր է Հայաստանում կին ծեծել ու տղամարդիկ անցնեն ձեն չհանեն։ Ու շատ կանայք նստած լինեն, ասեն դե տեղին է։ Դե թող լեզվին չտար, օրինակի համար։ Բայց առհասարակ բռնությունը խրախուսելի չէ։ Խրախուսելի չէ ու օրենքով պատժող բան է։ Այո, բայց մեր հասարակությունում նաև արի ես Դա չի կարա տեղի լինի ոչ մի պարագայում, ոչ մի պարագայում բռնությունը տեղին չէ։ Իհարկե, չէ, ես պատասխանատվության մասին եմ ուզում մեջբերում անել, որ շատ հաճախ մենք խուսափում ենք այդ դատական process-երի մեջ ընդգրկվելուց, ներառվելուց։ Շատ սխալ է։ Իհարկե, շատ սխալ է, բայց շատ ժամանակատար է, մեկ մտածում ես ու հասկանում ես, որ դա ոչ մի բան չի փոխելու, էլի։ Հասկանում ես, որ իրապես դա ոչ մի բան չի փոխելու։ Կարող է առաջին անգամ չփոխի, բայց արդեն երբ որ մարդը նույն բանը կրկնի, ինչը նա կանի, արդեն հետևանքները կգան։ Ես ուզում եմ հավատամ, որ կգա մի օր մեր հասարակությունում, երբ որ մենք կկարողանանք լուրջ օրենքով հարցեր լուծել, որովհետև եթե ստացվի օրենքով հարցեր լուծել, կարիք չի լինի այլևս այդ բռնության, անտեղի բռնության։ Կարիք չի լինի քաղաքում
քայլել զինված ասելով պարտադիր չի դա լինի զենք, հա, սառը յուրաքանչյուր գործիք, որով հնարավոր է մարդուն վնաս պատճառել, համարվում է որ դու զինված ես։ Բայց ես ինքս հետո օրինակ տանում եմ այդ բրցովե բալոնչիկները։ Դե բրցովե բալոնչիկը մի քիչ ուրիշ է, հա, արի հասկանանք, որ բրցովե Դե ես առանց դրա չեմ կարող քայլեմ Երևանում։ Այսինքն բացի բրցովե բալոնչիկը շների արած դու բանանես ինչ այտենց դեպք եղել է իմ կրկին հարազատներիցս մեկի հետ, որ Էրեբունի շրջանում այտենց բրցովե բալոնչիկը օգտագործել է շան հետ, բայց ասեմ, որ մի անգամ մի շատ գեղեցիկ կուրսեցի աղջիկ ունեմ, ինքը շատ տարբերվող արտաքին ունի, շատ սիրուն դեպի լավը բնականաբար։ Մի օր իր պայուսակը բացեց ու ես ինձ իսկական ցենց տղամարդու ինչ որ հա կրիմինալ աշխարհից տղամարդու այդ զենքերի զենք ասելով զենքի նկատի չեմ սպառազինություն տեսա զարմացած ասում եմ ինչի՞ դա այսքան բանը պետք ինչ ես անելու նենց ցավոտ աչքերով ինքը իմ վրա նայեց որ ինձ էլ պատասխան պետք չէր ես արդեն հասկացա թե ինչին էր իրան պետք մի պայուսակ ինքնապաշտպանության սպառազինություն որովհետև արդեն պարզ է որ այս աղջկան բազմիցս փորձել են ինչ-որ մի կերպ հետապնդել։ Ու այս աղջիկը ինքնապաշտպանվում է։ Ու սա 21-րդ դարի Հայաստանն է, որտեղ որ հնարավոր է Երևան քաղաքում կենտրոնում քեզ հետապնդում։ Բայց հնարավոր չի, այտենց ամեն աղջիկա այդ լինում է, ես չգիտեմ ինչ որ ծանոթ աղջիկ, ում հետ ինչ որ բռնության հետ կապված դեպք չի եղել։ Անգամ ընտանիքում, հա, տարածված երևույթ է, իրականում որի մասին լռում են։ Եթե խոսքը գնում է մարզերի ու գյուղերի մասին, ես համոզված եմ, որ այնտեղ իրանց ընտանիքներում մեծամասնությունում բռնություն կա ընտանիքներում։ Իսկ մենակ մարզերում ու գյուղերում Երևանում այստեղ չեմ մեծացել, ես քանի որ ինչ որ մի բանում համոզված չեմ, ես աշխատում եմ դա չասել։ Քանի որ Երևանում ինքս ես Երևանում չեմ մեծացել, մարզից եմ ես։ Ես համոզված եմ, որ մարզում իմ տարիքի հասակակիցներ շատ երեխաներ ենթարկվել են բռնության տանը ու հենց արական սերի ներկայացուցիչների կողմից դա կարող է լինել հայր, դա կարող է լինել եղբայր ու երբ որ ես ասում եմ բռնություն պարտադիր չի որ բնականաբար մանավանդ եղբայրները հիմա շատ չգիտեմ մի ուրիշ կարգի թազա մեթոդներ են մշակում բռնության TikTok-ում էլ եմ վերջերս հանդիպել ինչ որ երկու իրական շատ համով երեխեք են ու այդ երեխեն էլ է տղեն շատ համով երեխա է բայց երբ որ ինքը գնում է իր մամայի մոտ ասում է մամ իրան ասա թող ինքը սենց հագնված դուրս չգա չի էլ գնում ասում մամ ասում է դու սենց հագնված չես գնալու ինչի ես սենց հագնվել դու սենց դուրս չես գալու կամ խի ես ուզում դուրս գաս ինչ ես ուզում դուրս գաս հասկանում ես որ դու փոքր ես ու դու ունես մամա որ մաման կարա այդ հարցը լուծի իրականում մաման ամեն ինչ տեսնում է բայց կապ չունի մաման տեսնում է թե չէ դու մտածում ես որ դու կապ չունի տարիքը տես ինքն այդ բուջուր համով բալիկա իրականում շատ լավն է բայց այդպիսի մշակույթում է ինքը մեծացել ինքը մտածում է որ այո ինքը իրավասու է գնա իր քուրիկին ասի կարող է ինքը ուզմապաշտպանի ու կարող է չէ ամենայն հավանականությամբ այդ տարիքում դու հետ միտքել չունես բայց մեկ է հա դու հասկանաս որ մեծանան իրանք դա կարա դառնա մի հատ խնդիր դա կարող է չէ դա դառնալու է խնդիր ու հա տենց են մեծացնում տղա երեխաներին որ դու իրավասու ես քո քրոջը կառավար ես չնայած դու իր ծնողը չես եւ ոչ մի պարտավորություն չունես իրեն դաստիարակելու այո այսինքն այն որ կինը միշտ գտնվում է մեր հասարակություն ցավոք կրկին եւս մեկ անգամ շեշտեմ ցավոք պաշտպանվողի դիրքում, թույլի դիրքում, զոհի դիրքում հիմնականում 90-95% հավանականությամբ մենք այս դիրքում ենք այս պահին մեր պետությունում գտնվում, դա հաստատ։ Ու եթե ինչ-որ մեկն էլ ասի, որ ոչ դա այդպես չէ, ինչպիսի ցնդաբանություն եւ այլն, մենք հաստատ գիտենք, որ սա ուղղակի պաշտպանողական մեխանիզմ է։
այդ կինը, որ կասի, որ այն ինչը մենք հիմա ասեցինք սուտ է, ինքը ինքնուրույն անցել է այդ ամեն ինչի մեջով, բայց իրան փորձում է այնքան բթացնել, որ ինքը չհասկանա, որ ինքը բռնության է ենթարկվել, որ իր ընտանիքում է բռնություն, որ իր երեխաներին են բռնության ենթարկում, ասենք արագ ներկայացուցիչները եւ այլն։ Բայց այդ նրանից է, որ կանայք իրանց նայում են որպես թույլ։ Ես օրինակ ինձ երբեք չեմ ընկալել որպես թույլ աղջիկ կամ թույլ արարած, բայց իրանք են իրանց այդպես ընկալում եւ թողում են այդպիսի վերաբերմունք իրանց։ Թույլ դուր չհամաձայնվել, ես ինքս ինձ երբեք չեմ ընկալում որպես թույլ, երբեք։ Ընդհանրապես ու չկա մի գործ, որ ես ասեմ տղան կարանի ես չէ, կամ ինչ որ մի հարցում տղան կարա առհասարակ ավելի առաջին լինի, քան ես, ոչ, բնավ ոչ, բայց այն որ ես ինձ չեմ ընկալում թույլ, երբեք ոչ մի կերպ, համարյա թե 90-95% հավանականությամբ ուրիշների համար չի եղել ինչ որ պատնեշ, որ իրանք էլ ինձ այդպեսին չընդունեն։ Քանի դեռ դու 3 մետրանոց, 2.5 մետրանոց տղամարդ ես ու դու ունես բասկի ուժ, քո համար յուրաքանչյուրը դիմացիդ կանգնած թույլ է։ Բայց քանի նենց մարդիկ կան, ովքեր թողում են, որ իրանց տենց ընկալեն, ոչ մի բան չի փոխել։ Այսինքն հիմա այս ոդքասթի անունը զարթնիր է, որ ոչ մեկ թույլ չտա, որ իր հանդեպ տենց վերաբերվեն։ Անկասկած։ Ու լիք օրինակներ մենք ունենք, պատմությունը կերտած ու պատմությունը փոխած աղջիկների մասին է խոսքը։ Հայաստանում ես արդեն մեջբերեցի կռվի ժամանակ, հա, պատերազմների ժամանակ, թե ինչպես են հայ կանայք, կապ չունի ով ինչ ասի։ Զենքերը վերցրել են ու գնացել են իրանց երեխեքին, իրանց սիրած մարդկանց, իրանց հայրենիքը պաշտպանելու, եթե կարիքը եղել է, հա։ Բայց մենակ Հայաստանում չէ, ամեն տեղ, եթե զորքի կարիքը եղել, կանանց են արդեն։ Հայաստանի պրակտիկան էի ուզում մեջբերեի ես պարագայում ու բացի Հայաստանից, քանի որ պետք է նախ եւ առաջ Հայաստանին մեջբերեմ, հետո անցնեմ ուրիշ երկրներին, Աֆղանստանում Մալալայի մասին լսել ես դու։ I am Malala։ Այս աղջիկը ամենահզոր կին հեղափոխականներից մեկն է, ու անունը որ ես կարամ տամ, սա 6-7 տարեկան աղջնակի մի հատ պատմություն է, որ ասել է ես սովորելու եմ։ Ես սովորելու եմ։ Ու Թալիբան կլինի, ինչ կլինի, ինձ չի հետաքրքրում։ Ու այդ պահը, երբ որ այդ գիտես պատմությունը ոնց են բացում դռները, ասում են ով է Մալալան, ու ինքը վախելով ասում է ես եմ Մալալան ու փամփուշտ ստանում իր գլխին։ Սա ամենաոգևորիչն է, որ եթե 6-7 տարեկան աղջիկը կանգնում է Թալիբանին դեմ, պաշտպանում է իրան ու իր հասակակից աղջիկներին, իրանց իրավունքները, ինչու ոչ մենք, որ ավելի լավ, հաստատ ավելի լավ պայմաններում ենք գտնվում, ինչու ոչ մենք։ Իրականում շատ հուզիչ պատմություն դու հիմա պատմեցիր մեզ, բայց շատ բան եմ սովորացնում ու աղջիկները պետք է չվախենան, անկասկած պետք է խոսան եւ արտահայտեն իրենց կարծիքը, քանի այդպես չլինի, մենք քնած ենք, քանի մենք դեռ քնած ենք, ոչ մի բան չի փոխվելու մեր հասարակության մեջ, ինչքան ուզում եք բողոքեք։ Դրա համար արժի միասին ասենք զարթնիր աղջիկ ջան, 2, 3, 4 զարթնիր աղջիկ ջան։ Այսքան է, Հասմիկ ջան։ Այո։ Մերսի շատ, որ եկար։ Քեզ եմ շնորհակալ։ Իրականում շատ հաճելի էր, այնքան կուտակված բան կար ասելու, չեմ էլ հասցրել ամբողջ ասեմ։ Մենք հələ կհասցնենք։ Եթե ոչ կամերաների առջև, ապա մենք կամերաներից դուրս իհարկե։ Անպայման։